Հայր ջան բոլորին բարևներ Դուբայից Բարև ձեզ բոլորին Գիտեմ շատ էի կարոտել ժողովուրդ ջան, բայց ես ընենց ստացվեց, որ Դուբայից թռա Ռուսաստան, քանի որ երեխա ունեցա, տղես ծնվեց, անունն է դրեցի Դավիթ Ոնց է քեզ Դավ անունը սիրում Շատ լավ ընտրություն ես արել Լավ է? Շատ Ժողովուրդ ջան, այսօր Դուբայից ձեր համար հետաքրքիր վլոգ ենք նկարելու Հիմա գտնվում ենք GBR-ում, եկել ենք ստե մի հաց ուտենք Այսօր էլի մտնելու ենք մեր գործերով հետաքրքիր մի հատ վլոգ ա լինելու GBR, Դավոյի չսիրած տեղերից մեկն է Բայց Դավոյը բերել եմ ստե, որ իրար հետ հաց ուտենք Ինչի գիտեմ Լավ տեղ է մեկը դուրս գալիս է, պրոստը 1000-ից մեկ եմ ստե գալիս, որովհետև իրիկունները շատ մեծ տրաֆիկներ աստե Տուրիստները շատ են Տուրիստները շատ են, ժողովուրդ ջան, դե գնացինք այսօր լավ մի հատ հետաքրքիր վլոգ ալնելու Մտնենք մի հատ հավեսով հաց ուտենք, զարթնել ենք Արդեն օրները սանցել է, 12 անց է արդեն, ժողովուրդ հələ հաց չենք կերել, մի հատ արագ հաց ուտենք իրար հետ Ցույց տամ մի հատ ընտիշ տեղ, իմ սիրած տեղից մեկն է, լավ համով հաց ենք արի, գնացինք Ճանապարհ, ես ոնց անեմ, սանել ու ծոլել, թռնեմ անցնեմ, հոգուս կարոտը, յարիս պատմել Ճանապարհ, ես ոնց անեմ, սանել ու ծոլել, թռնեմ անցնեմ, հոգուս կարոտը, յարիս պատմել Հիմա մենք գտնվում ենք GBR-ում, նայեք, այս կողմից պլյաժն է, այսօր կստացի մի քիչ բան է, դա խոնավ է Եղանակները փոխվում է, ամառվանից դեպի ձմեռ, տաքը սառը խառնում է իրար Այսա փոխվի արդեն, դառնալու ասես կապուտ, լավ սիրուն ամպեր ալնելու Նայեք, էրի բանն է, Blue Waters-ն է Ոնց են ասում, Կալիսո Աբազրեյնի, ոնց որ ռուսներն են ասում Ու մենք է սենց սքայլելով Դավիթի հետ գնանք հաց ուտելու Ծովում լիքը մարդ, ոնց որ միշտ GBR-ում լողանում են Ուստի ամենաշատը ռուսներն են Բայց գիտեմ, որ մեր հայերն են շատ սիրում Ովքեր եկել են ամենակուրորտական տեղն է Հա, ու ովքեր որ եկել են որպես տուրիստ, ոչ թե գործնական Ով զանգում է, վայ Դուբայ Մարինայից ենքոն ոչի բան չկա Ծանոթ է չէ այս բանը Հայերիս այսօր ուզում եմ խորհուրդ մի հատ շատ համով հաց ուտելու տեղ Անունը PF Changa Չինական է, բայց ժողովուրդ ընենց համով աստե գժվում եմ Մի անգամ Դավոյի հետ կերել ենք ու միշտ ուզում էի ստե գայի նորից էլի ուտեի Ու հիմա ձեզ եմ ուզում ցույց տամ ու իրար հետ մի հատ հաց ուտենք Դուսը մարդ չկա, դուսը բացվում է ժամը 6-ից հետո Նենց որ նստում ենք այսօր ներսում Ստե շատ համով ռեստորաններ կա, բայց էսի սենց այսօր ուզում եմ ձեզ խորհուրդ տամ շատ լավն է Արդեն փորձած է ճիշտն ասած, գնացինք հաց ուտելու Դե ինչ, հայեր ջան, հետաքրքիր բան ենք այսօր ցույց տալու Հեսա կասեք, էս ինչ են ուտում այս տղեկը, շատ համով բան է, ժողովուրդ Իրոքից էսի որ տենում եք Հələ կոմենտներում գրեք մինչև ասեմ, էսի ինչ է, ոնց եք մտածում, ինչ է, չինական ռեստորանում են գտնվում Սա Ամերիկայում կա էսի, կարող է Եվրոպայում էլ լինի սենց տեղ Հա? Հա Դա որ էս ինչ է հաստատ կա ես տեսել Էս ինչ է, դե պատմի Dynamic shrimps-ա կոչվում Dynamic, այս սոուսն ա վրի Shrimps-ա, չէ? Հա, կրևետկա է Հա Շատ համով բան է, շատ եմ սիրում Բրեժինը մի երկու անգամ կերել ենք, դուրը եկել է Շատ է դուրս եկել, մի անգամ եմ կերել, բայց այդ համը մնացել է բերանս Հլնայք, սենց սոուսով ու այս սենց բաժակի մեջ լիքն է, էլի, սենց ուտում ես ու հավեսով կշտանում ես Հետը տալիս են սպիտակ բրինձ, սենց տարբեր սոուսներ ու Դավոն էլ առանձին ուզել է բան Սոևի սոուս, որ լցնի Բրինձի մեջ Հա, հլի մի հատ դավայ, թե սպասենք բերեն նոր Դե դավ է սկսենք Գնացինք Դավ ինչ արժի, մի հատ հլը գինը հիշասրա Չես հիշում? Հիշում եմ 70 դիրխամ 70 դիրխամ ժողովուրդ, այսինքն էսենց, ռիսով, սոուսներով, ամեն ինչով, խմելու կոլա ենք վերցրել Դա ոնց է համով է? Շատ Եսա մի հատ ես էլ դեգուստացիոն ունեմ, դավայ լցի սոևի սոուսը սենց բրինձիով համով է, էլի Սիրուն տեղ է, էլի, ու Մարինայում ծովի ափին թեստը եկա հանգստանալու ստե հյուրանոցում եք լնելու կամ գալու եք ստե ծով լողանակ, ստե մտեք հաց կերեք, իրոք համով է Դուբայ մոլում էլ ունեն Դուբայ մոլում ենք կերել, հա, այս անգամ որոշեցինք ստե ուտենք Բարի ախորժակ Մերսի Իս ես այսենց եմ ժողովուրդ ուզում ուտեմ, մի քիչ էլ լցնեմ այս սոևի սոուսից, որ լավ սենց թաց լինի Ու վրից, այս կծու սոուսներից, դավը սաղ կծու է, Հա Սաղ
Դե բեր ամեն մեկից մի քիչ լցնեմ։ 1, այս դեղինը ոնց որ գարչիցա է։ 2 Օй, դու շատ կծու կմնի։ Հա, ահա որ ալնելու։ Ոչինչ։ Կծու ուտենք, որ ակտիվ լինենք, արուններս տականա։ Դեզինֆեկցիա ես անում։ Հա, դեզինֆեկցիա ենք անում, սա խառնում ենք էսի։ Ու գնաց, սա մի դավոն կնկարի, ես դեգուստացիա կանեմ։ Դավոն ուտում է հավեսը։ Գնացինք։ Այս կծու բրինձից ուտեմ, այսպես հավես, հա։ Շատ։ Սա աչքերից ծուխա գալ։ Անենց համով է, ճողուշները։ Դզես։ Ու սենց 3 հատը խառնենք իրար, ու գնացինք մի հատ շրիմպսներ ուտենք։ Շատ չի կծու։ Չէ, բրատ, համով է։ Բերանուշա։ Իրոքիդ շատ համով է։ Ու ես էլ էլի, նեն անգամ ոսկեիլի հետ համը մնացել է բերանս, ես անգամ էլ Պետք է գաք փորձեք հայր, իրոք Էսի սենց ինադու եկաստ է Դավոյի հետ, որ էսի ձեզ ցույց տանք Հլս տեսնս մեծ կրևետք եք, վրից է սենց սոուս ատած ու բանա, խրխրթում այս Բոմբա, բրատ Բայա խորգակ բովորի Եկեք շտե հավեսով հատկեք ու բանա, պորցաներ ես ես մեծ ավ Մուտեք, հավեսով կշտանք Բարի ախորձակ Ժողովուրդ, ես կծուն անենց դուրս եկավ, մի հատ էլ եմ դաբավիտ անում այսենց Ավելացնում, դաբավիտ չէ, ավելացնում, խոսում ենք հայերեն Մի հատ էլ ես գարչիցայից Հելը գերեք կոմենտներում գարչիցան ոնց է հայերեն, դու գիտես դա Չէ, մուրացրեմ Ժողովուրդ, գերեք գարչիցա հայերեն ոնց է Այսի վապշե սարքի թունդ, հեսա Ահա որ ալնելու, բայց դե համով ապսի ուտենք Դավ քեզի լսնամ ես կծումերից Չէ Շատ գծու եմ համարելելու Դե ինչ ասեմ, ժողովուրդ ես գնացինք նորից Օй, այսի վապշե սպանես, դա Ահա որ է, բրատ Դե շատ արի Շատ լավ տեղ է 10-10-ից սենց ասած 32 տարեկան եմ, հլը չեմ սովորել Ես պեդերով հաց ուտել Միշտ սենց չանգյալով Հլը փորձենք էլի Ոնց է, ճիշտ եմ բռնե դա, հլնայ մատերս Չէ, ինքանը չէ Ոնց են անում, հլը մի հատ հասկանայք Հլը ցույց տուք Սենց Սենց Հա Դե փորձի, լավ, ոնց գիտես փորձի Հլը բեր փորձենք Ով է կարում ուտիսան Լավ էլ բռնի Ստացվում է, բեր բրինձն է փորձենք Չէ, բրինձը մի քիչ դժվարանում ենք, լավ, կրևետքից սկսենք սովորել Թե չէ տեղ է բան այդ ոն չանգյալ բերենք Իրոքից շատ համով է Շատ հավեսով հաց կերանք, ժողովուրդ ջան, մեր հաշիվը կազմեց 152 դիրխամ Սես ծովի ափին նստես, սիրուն տեղ հաց ուտես, իրիգունը վապշե դուսը կարակ նստեք Նենց որ խորհուրդ եմ տալի Հիմա գնանք մի հատ Դավոյի հետ հետաքրքիր բան ենք ուզում ձեզ ցույց տանք Արագի մեջ ցույց տանք Ծովի ափին Լավ տներ են ծախում շատ լավ գներով Իրոքից շատ լավ գներա Դրա համար հիմա արագ գնում ենք ընդեղ ու մի երկու հատ էլ բան կա կամերցիոն տարածքներ կա Էդ էլ ձեզ ցույց տանք անպայման Գնացինք Ժողովուրդ ջան մի հատ է բան պատմեմ Քանի մտքիս եկա որ իմանաք որ GBR-ում գաք հաց ուտելու Ներքև ավտոն կանգնացրեք եթե ավտոյով եք ու 100 դիրխամի եթե հաց եք ուտում Պարկովկեն ձրի է 2 ժամ ձրի է 2 ժամը ձրի է, հա Հնենց որ ես էլ սենց մի հատ լայվ խակ որ իմանաք էլի Անկապ փող չտակ թե չէ մենակ պարկովկին 100 դիրխամ տալու եք Նայեք ներքևն է ինչ սիրուն պարկինգ է Այստեղ ավտոն կանգնացնելուց անպայման համարները տեղը նկարում եք տալիս եք իրանք ձեր պարկովկեն պարկինգը սենց ասած ջրում են որ փող չմուծեք Դա մի հատ Արամ Ասատրյան լսենք Արամ Ասատրյանը սիրտս ուզում դա Գնացինք Ով է լսես երգը Yarım es, vazgeç argum es Երևանի սիրուն արջիկ Էլինչ դարդում ես Եշելսը Ես ամեր հայերը կգրեն հաստատ Են պակալենյան մեզնից մի քիչ մեծ վապշե Երևանի սիրուն Լսել եք համպայման գրեք կոմենտներում ով է լսե ժողովուրդ ջան Ու եկեք մի հատ չելենջ եմ ասում չելենջ անենք էլի Նայեք
Շատ գիտենք, որ Ամերիկայից են նայում, Եվրոպայից, Հայաստանից։ Ուզում եմ մի հատ գրեք ձեր քաղաքների անունները։ Ասենք գրեք Սևան, Երևան, Նյու Յորք, Լաս Վեգաս, Փարիզ, Ամստերդամսկ, Ամստերդամսկ։ В общем, գրեք հետաքրքիր է կկարդանք։ Մեկ էլ դավո, սա մարդիկ հսա կասեն խորովածը ինչ է լավ։ Օ, կլնի։ Մյուս վիպուսկում անում ենք։ Անում ենք։ Շաբաթօրը կկրաս կանենք։ Всё, ժողովուրդ, խորովածը մյուս եթերում սպասեք անպայման, այս երգն էլ կայֆոտ երգ է։ Ո՞վ է Երևանից։ Ես Երևանից եմ։ Չնայած ես ծնվել մեծացել եմ Երևան, մերոնց կոմը Քյավառից է, Սևանից է, դավես ձերոնք։ Ես Մոսկվայում ծնվել մեծացել, մեր կողմը Սյունիքից էինք։ Քեզ հենա լավը գրել էին, չէ՞։ Լորվա ակցենտը շատ լավն է։ Բայց ես ճիշտն ասած չեմ նկատել լորվա ակցենտ դավոյի մոտ։ Ես եմ Մոսկվացու ակցենտը։ ռուսի ակցենտը։ Գնացինք ժողովուրդ, հեսա հասնենք օֆիս միանանք ձեր հետ ու օֆիսից հետո ավտո եմ առել, դավո գիտի արդեն։ Գնանք ցույց տամ, դուք էլ եք այդ ավտոն գիտեք, տեսել եք արդեն, հեսա գնանք ցույց տամ ինչ ավտո եմ առել, ինչի համար եմ առել այդ ավտոն, ամեն ինչ կպատմենք այսօր։ Գնացինք մի հատ շատ լավ պրոյեկտ է, լավ պրոյեկտներ շատ են դուրս գալու այս տարի, այս տարվա մեջ թե հիմա քիչ է, մնալու է մյուս տարի։ Չէ, հիմա էլ շատ կա նոր պրոյեկտներ, մյուս տարի էլ ալնելու ու շատ լավ պրոյեկտներ են։ Հիմա լավ, արի սենց հարց տամ, քանի գնում ենք։ Քո սենց մի հատ իջացնեմ ու հարց եմ տալի, ժողովուրդ դավոյին նայեք, այն որ Instagram-ում ռիլսեր են անում։ Քեր սենց ասեն, քո top 5 застройщикները, կառուցապատողները։ MR, Meras, Nakhil, Bengati, Imtiaz։ Ասենց։ Հա։ Բա Դանուբը, Դամակը, Դա արդեն 6-7 8 հագնում։ հա։ Վրեժես ինչ ես անում ստեղ։ Պարկել եմ ու պատկերացնում եմ ոնց եմ ես այս տան բասեինում ծովի ափին սենց պարկած հանգստանում։ Նս կայֆ է դա։ Իսկ հիմա եկեք սենց մի հատ բան պատմեմ ժողովուրդ։ Հիմա նայելու ենք բնակելի շենք ծովի ափին Դուբայ Island-ում դա։ Հա, Dubai Island-ն է, մենք արդեն ցույց ենք տվել մի քանի հատ վիդեո ունենք այնտեղից, եթե հիշում եք, որ ծով են գնացել լողացը վրեժի հետ, հիմա այնտեղ կա նոր պրոյեկտ, երկրորդ գծին ծովի ափից, այս շենքն է, այս էլ պլաժը, ստեղից, մինչև պլաժ մի րոպե ոտքի ճանապարհ է։ Ժողովուրդ նայեք, էսի այդ շենքն է, այսինքն շենք ալնելու, շատ բարձր չի լինելու, ճիշտ եմ դա։ Հա, ճիշտ ես, այդ կղզիում вообще շատ բարձր շենք չկա, մաքսիմում 13-14 հարկ է։ Դե հիմա նայենք ստեղ ինչ կա, ու ժողովուրդ, այս շենքում լինելու է միայն 2 bedroom։ Ու всё, ով ուզում է 2 bedroom մեծ տներ ծովի ափին, այս ձեր համար է։ Դա վելի մի հատ պատմի։ Ինչն է լավ, չէ, 3-4 bedroom էլ ալնելու, բայց 2 bedroom-ի գները շատ լավն են, որովհետև 2.200.000 դիրխամ է, դոլարով մի հատ կգրես թե։ Հիմա դոլարով նայեք ժողովուրդ, ձեր էկրաններին հայտնվում է գները, ու հələ մի հատ պատկերացեք ինչ լավ գին է ծովի ափին։ Պրոստը փողոցը անցար, ինչքան մի 10 րոպե ոտով։ Չէ, 2 րոպե, մի րոպե, 2 րոպե։ Մի րոպե, 2 րոպե, հələ մի վարքյան ժողովուրդ։ Մի հատ նորից ենք մոտիկանում մարքեթինգ։ Այս շենքն է դա։ Հա։ Այսինքն հելա։ Դու ստեղ ես, ստե այնքան է մեծ չեն այս ճանապարհները։ Ստեից մինչև պլաժ մի րոպեվա, 2 րոպեվա ճանապարհ։ Մի րոպե, 2 րոպեում հասնում եմ ծով։ Հա, ու ինչն է լավը, 2 սենյականոց բնակարան է, դա կոչվում է 2 սպալն է ալնելու ու զալը կուխնյայի հետ միասին 100 քառակուսի մետր մոտավորապես բոլորովին կահավորված մեբելով, տեխնիկայով, կուխնյայով, զուգական բանիկով, ամեն ինչ մեջ ելնելու է։ Սենց գներ չի եղել Դուբայում, տեմ բոլը այս կղզիում, էցի շատ լավ տարբերակ է, ով ուզում էր ծովի մոտ տուն, որ գան ընտանիքով ապրեն կամ օրական վարձով տան, սենց լավ պրոյեկտ չկա այս բային։ Հիմա իրանք բրոն են հավաքում, որովհետև մյուս շաբաթ սկսելու է իրանց ստարտը վաճառքի, ով առաջինը այդ բրոնի ուղարկում է դիպոզիտը, դա էլ առաջինը ընտրելու է։ Հիմա այսի այնց բանա, որ ահավոր արագ կտանեն, ճիշտ եմ դա։ Բայց ինչքան է, սենց գներ չի եղել։ Դե հիմա նայենք տունը, ժողովուրդ, նայեք բասեինը, մեծ, առաջի հարգում, first floor ոնց որ ասում են, ու ստեղից արդեն սկսում է, հələ մի հատ ուշադրություն դարձրեք, բալկոնները ինչ մեծ է լինելու,
հետաքրքիր շատ պրոյեկտ է։ Ասյուն պրոյեկտը ու դաժե այդ ground floor հարկում կան բնականներ իրանց սեփական բասինով, սրանք ավելի թանկ են ելնելու, բայց կան։ Ու այս հարկից սկսած արդեն այդ գնով որ ասեցինք, սկսելու են այդ բնականները, gym-ով, իրա coworking-ով, ամեն ինչ կա, ներքևը նայելը ցույցտուր, լիք հարմարություններ կա, крышի բարբեկյուի տեղ կա։ Սրանից լավ պրոյեկտ հələ չեմ տեսել, тем более սենց գներով։ Իրոք ժողովուրդ ծովի մոտ, սենց ասած, սենց պրոյեկտ այս գներով ես էլ չեմ տեսել ու իրոք ինքը լավ տեղում է գտնվում։ Մնաց չի ոնց որ, ասենք ծովի մոտ է, բայց խոսքի մի 30 րոպե պետք է ոտով գնաս, չէ։ Դիմացն է մոլն անելու։ Այն մոլը, որ արդեն պատրաստ է, կարոտկեն 2-3 տարուց արդեն լրիվ աշխատելու է։ Շատ լավ payment plan ունի 50-50-ի վրա, եթե ուզում եք, դա ինչ է նշանակում, որ 50%-ը պետք է վճարենք մինչև 28 թիվը, մինչև սարքեն վերջացնեն շենքը, այն 50%-ն էլ վերջում բալանների վաղ, եթե ուզում եք վերջի գումարը քիչացնեք, կարող 50%-ից ավել մուծեք այդ 3 տարում, որ վերջում ավելի քիչ մնա։ Հա, դա հնարավորություն ունեք, էլի payment plan-ը 50-50-ն է, բայց դու կարող ասենք այդ ընթացքում ինչև կառուցվում է շենքը, 70% մուծեք, ինչքան 90% մուծեք, որ վերջում քիչ մնա ձեր։ Ինչքան ձեր հնարավորությունները պատում է, այդքան էլ մուծեք, դե եկեք հիմա մի հատ ցույց տամ ձեզ ինչ մատերիալներից է սարքվելու, ըստեղ կարան գաք sense դաժե ձեռել տանք, հասկանանք, էլի։ Sense պոլերալնելու, sense կուխնյայում ալնելու, sense հալիներ, բան ու նայ ցույց տուր։ Այստեղ շոուրում չկա, բայց նկարներով չոտքի ցույց են տալի, ինչ սիրուն ալնելու, sense դիվաններով, աթոռներով, սեղան, ամեն ինչ լնելու է, լուստրաները, բաները։ Լավ մի հատ հաստամ, շոուրում չկա այն դրա համար, քանի որ ինքը արագ կծախվի, չէ։ Հա, դե չեն ասում, պրոստը ամեն պրոյեկտի համար աջելն էլ շոուրում անեն։ Այն էլ ծովի ափին։ Շատ սիրուն է։ Էսի հերիք է, էլի, որ դուք տենաք ռենդերներով ոնց անելու, ինչ սիրուն բեժ գույներով բնական անելու։ Ու հիմա մի հատ sense հարց տամ Դավիթին, Դավեսի ամրագրելու համար ինչա պետք անել։ 50,000 դիրխամ մեծ պետքա բրոն անենք, որ ստարտի վաղտ մենք կարողանանք ընտրենք բնակարանը։ Երկու սենյակի համար 50,000-ը հերիքում է որ բրոնան։ Այնց որ ժողովուրդ, ում հետաքրքիր է ծովի ափին բնակարան ունենալու համար, այս բնակարանն է գներուց ընտանիքը կարում է չէ ստանա այդ թղթերը։ Emirates ID-ը ինչա։ 2 միլիոն ցավել ալնում ու դու կարող Golden Emirates ID ստանա, Golden Visa։ Լավ, ստե օրավարձով թե երկարաժամկետ։ Նենց էլ է կարելի, կարելի է կար ժամկետը, որտեղ ծովի մոտ է, մեծ ընտանիքների համար շատ հարմար է, էլի, գալիս ես երեխեքով բանով, վարձում ես սենց տուն, ոչ թե 4-5 հատ համար հյուրանոցում, կարաս սենց բնական վարձեք ապրեք։ Կողքը հյուրանոց ալնելու ռիքսը ճիշտ է։ Հա, ու մեկ էլ շատ մարդ կա ասում է, բայց այդ փողը, որ դիպոզիտ եմ անում, այդ 50,000 դիրխամը կորում է, հետո չէ, այդ գումարը չի կորում, այդ գումարը մտնում է առաջի վճարման մեջ։ Cash-ով կարում են մուծեն։ Բրոնյա, հա։ Իսկ այն հետո էլ է կարելի։ Էդ էլ են անում։ Այնց որ ժողովուրդ սպասում են գրեք զանգեք, համարները դուսա գալի մե էկրաններին, այնց մանրամասն ավելի կպատմենք։ Եթե ստեյք, եկեք ցույց տանք, եթե չէ on-line անենք այս գործը, քանի որ արագ տանելու են։ Միշտ մենք ձեզ ցույց ենք տվել տներ, բայց շատերին հետաքրքրել է օֆիսային տարածքներ։ Ինչ արժեն Դուբայում։ Հիմա Դավիթը մեզ կպատմի GVC-ի ինչ առաջարկներ ունենք ու դուք կիմանաք։ Դավջան գնացինք։ Այս պրոյեկտը գտնվում է GVC-ում շատ քիչ կան օֆիսի շենքեր, կոմերցիոն տարածքներ, բայց շատ մեծ պահանջ կա, որովհետև շատ հարմար տեղ է գտնվում ու շատ մարդիկ են ապրում այնտեղ, որոնց համար շատ հարմար կլինի հենց նույն տեղը իրանց օֆիսը լինի ու աշխատեն։ 30 արկանի շենք է, շատ լավ օֆիսներով, 70 քառակուսի մետրից սկսում է ու գինը 1,700,000 դիրխամից է սկսում։ Պլյուս ունի իր բասեյնը, իր Այս աշխատողների համար են մտածել։ Հա, եթե մարդ հոգնեց ուզեց գնա մի հատ լողանա, իջավ լողացավ, ելավ բերև։ Լավ գները շատ հարմար է, բայց Շատ հարմար գներ են, հա, GVC-ի համար, ինձ թվում է շատ շուտ ու հեշտ կարելի է վարձով տալ ու դաժնայ տարբեր հարկերում իրանց սենց դրսի տեղեր կա, գարդեններ է կոչվում, ծուր պարտեզներ, որ մարդիկ հոգնեն, կանանել են կամ ծխեն ստե կամ պրոստը մակրոտ շնչեն բանաներ։ ինձ թվում է GVC-ում այնքան մարդ է ապրում ու պահանջարկը այնքան շատ կլինի, որ վարձով տալու խնդիր вообще չեմ տեսնում, ու ստեղ ասենք այս առնելուց տնից երևի 20% ավել վարձով եք տալու։ Հա, սրա դախոդը
բնակարանների դախոդից միշտ ավելի շատ ալնում կոմերցիոն տարածքների։ Լավ, երբ են հանձնում այս շենքը։ 28 թվի սկիզբն են հանձնում, payment plan-ը 50-50-ա, то есть 50% վճարում ենք մինչև 28 թիվը, ու երբ որ արդեն շենքը պատրաստ է, ձեր տարածքը պատրաստ է, այդ վաղտեն պետք է վերջի 50% վճարեք։ Իսկ sense հարց տամ, դա տարածքը հիմա որ առնեն։ Թանգով ելնում է օֆիսային տարածքները ծախել, ոնց որ տների աճում է գինը։ Դա նույն պատմությունն է, դուք հիմա առնում եք ոնց որ ստարտի վաղ իրայժան գներով, 28 թվին արդեն դրա գինը լրիվ ուրիշ ալնում է։ Լսի, իսկ ես ասենք էսի որ առան, էլի տամպես այդ թղթերը կարում են ստանան, էսի որպես ասենք ասած իրանց քոսեփականություն անելու։ Իհարկե։ Հա, то есть վարձով չի 99 տարով, էսի դառնում է լրիվ քոսեփականություն, հա։ Այդ բոլոր թղթերն ես ստանում ես, շատ լավ է, ժողովուրդ, կարաս վաճառես, կարաս վարձով տաս, կարաս դու ինքդ աշխատացնես, եթե ինչ-որ մարդ կամպանիա ունի, որ ուզում է տեղափոխի ստե, որովհետև հիմա շատ են տենց բաներ անում, որովհետև ստե այդ տաքսի մոմենտները, նալոգների ավելի հարմար է, քան թե լյուբոյ ուրիշ երկրում շատ լավ տարբերակ է։ Վարձով չվերցնելու համար ով կուզի Իրանը ունենա կամ ինքը առնի տա վարձով, դաժե Դուբայում չապրի, նորմալ փող եկամուտ ունենա, пассив դախոդ, իրոք հետաքրքիր է, GVC-ն միշտ աճում է, ասենց ասած 2 տարի առաջ եմ եղել GVC-ում, մի տարի առաջ ու հիմա էսի լրիվ տարբեր GVC է, դաժե տան վարձերը, որ ասենք խոսքի անցած տարի ես կարայի վերցնեի։ Դու ինքդ ես զգացել, չէ՞։ Հիմա ես վեկալում եմ 2 bedroom մեր ապրելու համար, ժողովուրդ, երևի մի ոնց ասեմ տարեկանով եթե հաշվենք մի 13-14 $1000 թանկացել է, պատկերացնում եք։ 20% թանկացել է։ Աճում է, հիմա մի հատ էլ պրոյեկտ է, այդ էլ ձեզ ցույց տանք, էլի կոմերցիալ է, բայց ինքը գտնվում է կենտրոնում, Business Bay-ում, հա, կանալի դեմն է, ստեղից մինչև Բուրջ Խալիֆա ավտոյի 5-7 րոպեյվա ճանապարհ է, էլի ավելի բարձրահար օֆիսի շենք է, ավելի շատ հարմարություններով, նայես, դե էլի լիքը նստելու տեղեր կա, բարբեկյու զոնա կա, շատ մեծ բասեին կա, զագարոն թունելու տեղ։ Այս ինչ ձև են մտածում իրանց աշխատողների մասին, էլի, չէ՞։ Դաժե ջակուզիներ կան։ Լավ, այս դեմն է լագունան, հա։ Լագունա չի կանալն է, Դուբայ կանալն է, հա։ Դուբայ կանալն է, դաժե ստե 14-րդ հարկում էլի տեղ կա, լաունջ է կոչվում, ոնց որ էլի բիլիարդ դաժե կարելի նայ կաս, դե նստես հանգստանաս բանանես։ Աստե թանգով չէ կվերցնեն վարձով դա։ Ստե հա, ստե համ գինն ավելի թանկ, համ վարձն ավելի թանկ։ Հələ ծանոթացրամ այս գների հետ։ Ուրեմն գները ստե սկսում են այս բան 3.4 միլիոն դիրխամից, 3 միլիոն 400,000 դիրխամից, 70 քառակուսի մետր, խոսքի 17-րդ հարկում հիմա կա, լրիվ full Burj Khalifa view-ով A+ կլասի օֆիսներ են, դա ամենաբարձր մակարդակի օֆիսներ են։ Լսի, ինձ թվում է ստե ահավոր լավ գներով կտաս վարձով, քանի որ այն կամպանիաները, ում որ համար կարևոր է, էլի, ասենք տեսքը, բրենդը իրա, որ ուզում է կենտրոնում լինի 100%։ 100%։ Իրա բրենդը որ լավ ներկայացնի, էսի տենց տեղ է, էլի։ Շատ լավ տեղ է գտնվում, մենք ստեղ եղել ենք կողքի շենքի օֆիսում, մի քանի օր առաջ Ռոբերտի հետ։ Էսի նույն փողոցն է, շատ լավ տարբերակ է, շատ լավ պերսպեկտիվա ունի ու շատ հեշտ կլինի վարձով տալ կամ էլ վաճառել։ Ինձ թվում է ստե դաժե խնդիր չի լինի вообще մտածելու մի օրում վերցնում են վարձով։ 100%, հա։ Ու դաժե վերևը ջիմ կա, բան կա, երբ որ մարդ հոգնել, նու ամեն հարմարությունները կա։ Նայեք ինչ փոխքը կանաչ, դեմը կանար է։ Падал կորտի Падал տենիսի կորտ կա։ Ես էլի նորից եմ ասում, այս ոնց եք դուք մտածում ձեր աշխատողների մասին։ Լավ բանը մուծելու ձևերը։ 50-50, հա, էլի 50%-ը մուծում ենք մինչև 28 թվի վերջ, այս պրոյեկտն էլ է պատրաստ 28 թվի դեկտեմբերին։ 28 թվի դեկտեմբերին, մի հատ վերջի շեշտեք 50%-ն էլ վճարում ենք, երբ որ արդեն բալաները ստանում ենք։ 29 թվին կարելի ասել։ Շո, այսքան բան ժողովուրդ ջան, ում հետաքրքրի զանգեք գրեք, կգանք եթե ստեղ եք կնայենք, եթե չէ on-line էլ լուբո երկրից կարում ենք առնենք, խնդիր չկա вообще։ Պրոյեկտները նայեցինք, այս էլ Արմանն է, Արման ջան, բարև։ Նստած քննարկում ենք, շատ հետաքրքիր պրոյեկտներ կա, այնց որ մեր վիդեոները նայեք, մեզ լայքեր դրեք, ամրագրվեք մեր ալիքին, որ իմանաք առաջինը։ Շատ հետաքրքիր բաներ է մեզ Արմանը ասել ցույց կտամ, այնց որ սպասեք։ Արմանը այս ֆիրմայում աշխատում, շատ լավ տղա է, շատ պարզ, հասկանալի, մեզ ամեն ինչ բացատրում է, օգնում է, շուտվանից ենք արդեն հետ աշխատում,
Ընտիր տղա է։ Անպայման դիմեք Դավիթենց, ինչով պետք է ես էլ կօգնեմ ձեզ, իրար հետ ձեր ուզած յունիթը կգտնենք ու շատ գոհ կմնաք։ Ճանապարհ ես ոնց անեմ, սահել ծորեր թռնեմ ասնեմ, օգուս կարոտը յարիս պատմեմ, ճանապարհ ես ոնց անեմ։ Ժողովուրդ ջան, գործերը պրծանք, մտատում փոխվեցի, ասես կապուտ մայկա եմ հագե, գիտեք խի, քանի որ մի հատ ավտո եմ առել կապուտ գույնի, ով նայել է մեր առաջի վիդեոն Դուբայից, տեսել են, որ ես արենդով Մուստանգ էի վերցնում քշում, ու հենց այդ Մուստանգն էլ առա, շատ դուրս եկավ, ասենք գինն էլ հարմար, ասես գցեցի, բռնեցի, Դուբայում ինչ ավտո պիտի ունենաս, մտածեցի մի հատ կաբրիոլետ լինի, կապուտ Մուստանգ ու վեկայել եմ, եկեք մի հատ այս ավտոն ցույց տամ։ Ավտոն 23 թիվ է ու լավ ավտո է, չգիտեմ, ինձ դուր եկավ։ Մի հատ էլ պետք է վերցնեմ, բայց մի քիչ մեծոտ ընտանիքի համար, էսի ասենք sense մենակով գործի գնալուց, բան, ասենք կամ երկու հոգով ֆրֆրալու համար ընտիր ավտո ու ինչն է սրա լավ, որ ուզում եմ իրան մեկ-մեկ տամ վարձով, ասենք օրավարձով տամ քշեն, մեր հայերը կզանգեն ամենաէժան գներով իրանց կտամ։ Մի հատ նայ, դա ոնց է քեզ դուրդ գալիս, հա դա ո՞։ Շատ լավ ավտո։ Իրա գինը, որ մի հատ ասեմ, վաբշե կզարմանան ժողովուրդ։ Իմ ընկերն է ինձ տվել այս ավտոն, իր ավտոն էր, ինքը ուզեցավ տուն առնի, այս ավտոն էլ ուզեցավ ծախի, որ փողերը հերիք էր, տունը վերցնի, ու շատ լավ գներով ինձ տվել։ Այս ավտոն ցույց տամ ու պատմեմ գները։ Կաբրիոլետը, երկու դուր, սև սալոնով, CarPlay, SmartPlay, ամեն ինչ ունի։ 4 տեղանոց է, ես էլ հետևից մի հատ ցույց տու դա։ Ոնց է։ Կոմենտարիաներում ժողովուրդ գրեք նորմալ է թե չէ 15000 եվրո է վրեց նստե ինձ թվում է ընտիր գինա այդ տղեն ընկերս ասաց քեզ շատ էժան գնով ուզում եմ տամ որ վեկալես քշես վայելես ընտիր համ ես կքշեմ համ կտամ վարձով հələ բեր մի հատ դեմից նկարի փագեմ թողնենա քրիշը ոնց է ոնց է լավ, հələ մա ցույց տուր փակած, լավ Ընտիր Դուբայի ավտո է իսկական Նստի գնացինք ֆրֆրալու Ռեմենը քշելուց ռեմենը անպայման գցում ենք ժողովուրդ առանց ռեմեն վտանգավոր է լավ դու ինչ կասես նորմալ է Շատ լավ ավտո է բրատ շնորհավոր անփորձան քշես ապրես ու կակրաս կաբրիոլետի սեզոնը սկսում է չէ Հա արդեն կարելի է գրիշը բաց հանգիստ քշել 100% հելանք մի հատ ավտոն լվալու ու մի հատ բան կա գործ կա վրան անելու տակից զաշիտնիկն է փոքրը Ժողովուրդ ջան, այսի GVC ռայոնն է, ստեղ էլ տուն վերցրեցի մի տարով ապրելու համար Դավիթին մերսի շատ օգնեց այդ թղթեր բաները անելու համար ճիշտն ասած տունը վարձով վեկայելը տենց հեշտ բան չի Նենց որ առանց դավոյի մի քիչ դժվար կլինի լավ տունը վերցնելու, հա Այս ավտոյի գործերը պրծնենք տունը մաքրում են, կմտնեմ ձեզ ցույց կտամ ինչ տուն եմ վերցրել ու գին մինը կպատմեմ ամեն ինչը ձեզ։ Խի ենք եկել սերվիս, ավտո սերվիս, սենց մի հատ պատմեմ իմանաք, այս Մուստանգը վեկայել էի քշում էի, դե սենց ցածր ավտո չեմ քշել, միշտ ջիպ եմ քշել ու ավելի բարձր ավտոներ էլի եղել իմ մոտ, էսի ցածր է, սենց մի հատ բան կար, հելա դրա վրա Պավարոտին, տակից ոնց որ խփելա զաշիտնիկը այն պլաստմասի պոկվել է, հիմա ուզում ենք մի հատ սարքենք ու մի հատ ցույց տամ ստե ոնց է, նայեք, աստե ավտո լվալու տեղ է, կողքը սերվիս է, ընդ ինչ որ կոնդիցիոներ զապրավկա անելու տեղ է, աստե բան բենզին լցելու տեղ է, մակդոնալդս ուտելու տեղ, կարոջի մի հատ այսենց ահավոր ամեն մի զապրավկեն բան է, բենզին լցելու տեղը ունի սենց մի հատ ոնց որ ամեն կոմպլեքսը, ավտոն փչելու, սարքելու, ամեն ինչ կա, հաց ուտելու տեղ,
Короче, հեսա մի հատ դավոն խոսա, մի հատ բարձրացնենք, նայենք, տենանք ինչ ա եղել այս ավտոին, էլի, հենա եկե նայում է այստեղ են։ Գնանք կարան օգնեն արագ սարքենք, թե չէ։ Նայեք ինչ լավ ժողովուրդ են, նայեք ավտոները կայնած ա, բայց դե մերը փոքր գործ ա, այդ մարդը ասեց մտեք արագ անենք։ Կամ էլ դավոն լավ խոսած հետը։ Հələ մնա ձեն դու դավ։ Մենակ տղա եմ, սերս եմ փնտրում, ջանա։ Ժողովուրդ ջան, հելանք զապրավկից, չեք պատկերացնում ինչ ա եղել։ Կամերան մոռացել ենք, այս կամերան, որ նկարում ենք վլոգներ, հիմա նկարում եմ հեռախոսով։ Короче, да, ոնց եղավ, էլի մատ պատմի։ Եկանք տուն, հասանք վրեժը ասում ա կամերան չեմ կարող գտնեմ, ու այդ մոմենտ զանգում են զապրավկից, բա կամերան մոռացեք։ То есть հեռախոս ավտոյի համարով իմացել են ավտոյի տիրոջը, զանգում են ու ասում են կամերան մոռացեք, եկեք տաղեք։ Մալադեց էլի, ինչ սենց ասած նորից մենք ժողովուրդ Դուբայի այս պահերը շատ ա դուրս գալի, խոսքի կամերա, ոչ մի ձև անհնար ա իրան գտնել, ինքն էլ մի $700 արժի, խոսքի որ դե թողես Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա։ Չէր մտածի զանգի, գտնի, զգուշացնի։ Ու հիմա գնում ենք կամերայի հետևից, զանգեցին, ասին կամերան ստե եկեք։ Всё, ժողովուրդ ջան, եկանք հիմա պետրոլ, զապրավկա, սենց ասած, տենանք ստեղանք, մոռացել թե չէ մեր կամերան։ Հիմա մի հատ հասկանանք, ինչ թվում է ստեղից են զանգի։ Դա հələ ադմինին հարցրա։ Sorry, my brother forgot camera. Thank you very much. Thank you so much. Ո, սենց բան ես չէի տեսել, էլի։ Վերցնեն կամերատ, զանգեն, ասեն արի տար։ Ինձ թվում է ավտոյի համարներով են պրաբիտարը։ Հա, համարներով նայել են։ Լավ, հիմա մի հատ բան հիշում ես, քեզ պատմեմ, դու տեսած կլնես, վիդեո ունեմ ռուսերեն ալիքում, ոնց եմ այս հեռախոսը, հիմա որ նկարում եմ, այս ձեռիս հեռախոսը, մոռանում մետրոյում։ Հա, Դուբայում, բանում, ինտերնետ սիթի մետրոյում, մոռանում եմ, կարոչի 20-25 րոպե հիշում եմ։ Էդում է Investments Park, Turisino Dubai-ից Տոմսարն էի, մեկ էլ հետենում եմ հեռախոսը չկա։ Հետ եմ գալի Dubai Internet City Metro, նույն տեղը դրած ա, ու սենց զարմացած եմ, բան, ախրանիկն էլ ասում ես, խես սենց զարմացեց, իպա, էդի նորմալ ա, Դուբայում չեր կարա կորեր։ Հայեր ջան, ավտոյի գործերը պրծա, սաղ սարքեցինք ընտիրա։ Հիմա իջել եմ բասեին, ուզում եմ մի հատ լողանամ, մինչև տունը որ մաքրեն, տունն է ցույց տամ, պատմեմ ձեզ ինչ գնով եմ վերցրել վարձով, մեծ տուն եմ եկալ է, որ սաղ ընտանիքով ապրենք։ Հիմա իջել եմ բասեին, այսօր շաբաթ օր ա, վաղես վիդեոն դուրս ա գալու արդեն, վերջապես դուրս ա գալի, շատ հետաքրքիր վիդեոներ ենք նկարել, պրոստը մի երկու բան կա էլի, որ ավելացնենք այդ վիդեոներին ու գցենք նայեք։ Հիմա ուզում եմ մի հատ մտնեմ լողանամ, բասեին նայեք ինչ սիրուն տեսք ունի։ Այս GVC ռայոնն է, այսի GVC ամենաուժեղ սենքերից մեկն է այս կլորը։ Նայեք ինչ սիրուն հավեսով բասեին է, ստե մեծերի համար է, իր տապչաններով որ պարկեք, ստե սենց հանգստանալու տեղ է, ընդե պուճուր երեխեքի բասեինն է։ Այստեղ ես հիմա ապրում եմ, Բենգացի շենքն է, այսի Բենգացի բասեինն է, հեսա մի հատ իրար հետ լողանանք հավեսով, հետո մի երկու բան ձեզ ուզում եմ вообще պատմեմ ըստ Դուբայի կյանքից, էլի շատ հետաքրքիր հարցեր եք տալի, մինչև այդ վիդեոները թարմ դուրս գա, որ sense դուք տենաք մարդկանցից ուզում ենք ինտերվյու վերցնենք ստե կյանքի աշխատանքի մասին, հեսա մի հատ թարմ անամ, հելնեմ մի քիչ իրար հետ sense խոսակցական վիդեո անենք, պատմեմ ձեզ, ասենք ստեի կյանքի մասին, ինչ թղթեր ա պետք ստե գալու համար, ասենք տուն չեք կարա վերցնեք երկարաժամկետ, մինչև թուղթ չունենաք, լավ հեսա կհելնեմ կխոսանք, նայեք ինչ հավեսով եղանակը, դաժե ժողովուրդ արդեն ցուրտ էլ է, ճիշտն ասած։ Այս կայֆոտ բասեինը ու մարդ չկա, ազատ, մենակ եմ, սաղ գալիս են արևին, ես սիրում եմ սենց իրիգունը, ժամը 5-ից հետո, սենց իշնես բասեին, լողանաս, մարդ չլնի հանգիստ քո համար, ջան, շատ լավ է, կայֆ է։ Այս Բենգացի շենքերը շատ եմ սիրում, Բենգացին լավ է, էլի սենց թար, միրա հոտեր է, վաբշե սպանում է։ Լավ ջուր է, բասեինը մեծ, մարդ չկա, հենա մենակ ախրանիկն է, բասեիններում միշտ ախրանիկ ու փրկարար է լինում, եթե երեխեքի իշտեն լողանան, որ փրկարարը հետևի, էտել է շատ լավ էլի։ GVC ռայոնն էլ ժողովուրդ, սենց ասած ինքը թանկ ռայոն չի, ստե շատ էժան գներով տուն կարելի է վերցնել,
ու ինքն էլ ասենք Մարինայից ծովից 12 րոպե, կենտրոնից է 20 րոպե։ Ովքեր հնարավորություն չունեն, ասենք կենտրոնում վերցնեն, Պալմայում վերցնեն, GVC-ում վերցնեք Ընտիր ռայոնը, ինձ շատ է դուր գալիս, թե տուրիստներն էլ են շատ, հիմնական ապրողներն էլ են շատ։ Ու ասենք տները հիմա, սենց ասած ժողովուրդ, ես գիտեք ինչքան եմ մանեք է տուն, որ մի հատ նորմալ տուն գտնեն, որ ընտանիքով գանք ապրենք։ Տները սենց ահավոր տանում են։ Հեսա մի հատ գներն էլ կպատեմ կզարմանաք, ինչ գներով են վերցել։ Խոսքի անցած տարի մի $10,000 էժան էր թե տուն վերցնելը տարեկանում, բայց հիմա այսեն զարգանում աստ է, այս տների հետ կապված ամեն ինչ է էլի։ Լավ, հələ քանի բասեինում եմ, մի հատ սենց բան եմ մտածել, նայեք, մի հատ սենց առաջարկ ունեմ այն մարդկանց, ովքեր вообще Դուբայի հետ չեն ուզում կապնվեն, բայց ուզում են ինվեստիցիա անեն իրենց փողերը, նայեք ինչ եմ մտածել։ Այն մարդը, ով կուզի Դուբայում առնի 4-5 հատ տուն, դաժե ստուդիո տարբերակ, ասենք ամենայն էժան ձևերով գտնենք առնենք, 4-5 հատ տուն ենք առնում ու holiday խոմս ենք անում ու սկսում ենք տանք վարձով։ Ես ու Դավորն զբաղվում ենք օրա վարձով տալիս ենք այդ ձեր տները վարձով։ Մի հատ sense հետաքրքիր բան եմ ուզում հիմա առաջարկեմ, բոլորիդ մեր ինվեստորներին անպայման առանձին առաջարկեմ, մենք Telegram ալիք ունենք, մտեք ընդ բան արեք, գրանցվեք ու Insta-ին էլ գրանցվեք, որ այնտեղ իրար հետ կապի լինենք ու sense մի հատ հիմա վիդեոյի մեջ էլ ասեմ, կարող ինչ-որ մեկին հետաքրքրի։ Կուզենաք ժողովուրդ holiday խոմս անենք, նայեք տունը առնում եք 4-5 հատ տուն։ Ու մենք սկսում ենք վարձով տալ, օրա վարձով։ Ու այն պայմանների մասին քանի տոկոսնա ձերը, քանի տոկոսը մերն է, դա արդեն մենք իրար հետ կքննարկենք։ Ու ինչն է լավ, որ sense դուք առակ այդ տունը սաղ մենք վերցնում ենք մեր վրա, ասենք ընդ մարդկանց ընդունելը, ճանապարհելը, տունը մաքրելը։ Նենց որ մի հատ հիասքանչ առաջարկ եմ անում, տների հետ կապված խեղդում են ժողովուրդ մարդիկ։ Ռուսական ալիք էլ ունեմ տուրիստական, գիտեք, 122 հատ հետևորդ մի ալիքում ունեմ, 25000 մի ալիքում, Telegram ալիք ունեմ ռուսական 16000 ու սաղ տուրիստ են ու Դուբայի շատ են գալի։ Հիմա ինձ ամեն օր մարդիկ հարցում են ոնց տուն վերցնենք օրավարձով բան։ Մենք էլ մտածեցինք ինչ անենք։ Հիմա հո չենք ընկնելու մեր գործերը թողենք ու ուրիշների հետ, ասենք տուն ման գանք։ Հա, կասենք կօգնենք, հուշենք, բայց չենք կարա ընկնենք մարդկանց համար տուն ման գանք։ Մենք որոշեցինք, ասենք մենք ունենանք այդ holiday խոմսը, մենք զբաղվենք 4-5 հատ տուն։ Եթե կուզեք ավելի շատ լավ, ով կուզի տենց ինվեստիցիա անի, եկեք իրար հետ իրոք թե շատ լավ փող կաշխատենք այդ holiday խոմսում։ Այս պահը մի հատ sense ասեցի դες, հիմա կհելնեմ մի երկու բանը կյանքի մասին ձեզ ուզում եմ պատմեմ, էլի։ Դե ինչ շատ հավեսով լողացա, հիմա ուզում եմ մի երկու հատ sense հարցի պատասխանեմ, այդ հարցերը շատ են գալի մեր կոմենտներում, բայց եթե էլի հարցեր ունեք, կոմենտներում գրեք, որ ես sense միշտ կարդամ ու փորձեմ պատասխանեմ։ Շատերը հարցնում են. Լավ, տները հասկացանք տուն եք ծախում, բայց մեզ պատմեք ինչ կարելի է Դուբայում աշխատել։ Մենք այդ թեմայով ժողովուրդ ջան, շատ հետաքրքիր վիդեո ենք պատրաստում, որ ամբողջովին հասկանալի լինի ձեզ, բայց հիմա sense մի հատ կարճ պատասխանեմ։ Նայեք, եթե դուք անգլերեն լեզու գիտեք ու ինչ-որ մասնագետ եք, խոսքի օրինակ բերեմ։ Մի հատ մենք կլիենտ ունեինք Հոլանդիայից, Ռոբ ջան, պրիվետ, եթե նայում ես, բարև քեզ Ռոբերտ ջան, հիմա Թայլանդում է, տուն առավ իրան, ստե Դուբայում հենց այս GVC թաղամասում։ Նայեք, Ռոբերտը ինքը ատամնաբուժ է, ստոմատոլոգ ռուսերեն ասած։ Ինքը եկավ ստե, գնաց մի քանի հատ տեղեր ու հեշտ ու հանգիստ կարա գա հիմա ստե աշխատի։ Ու ասենք աշխատավարձն էլ որ ասես շատ քիչ է, չէ, ընտիր լավ էլ աշխատավարձ է։ Օրինակ, եթե դուք ստոմատոլոգ եք, լեզու գիտեք, հեշտ ու հանգիստ կարող գաք ստեղ գործ գտնեք։ Լեզու իմանալը ստեղի համար անգլերեն անպայման է։ Եթե ուզում եք գործ գտնեք, ձեր բիզնեսը չեք բացելու կամ ասենք իմ նման բլոգեր չեք ու ասենք ես հիմա բլոգեր եմ ու Դավիթի հետ պարտնյոր եմ, ասենք տուն ենք իրար հետ ծախում, ասենք ինձի սենց ասած պետք չի, բայց ես սկսելու եմ հեսա սովորել։ Քանի որ ինչքան շատ լեզու գիտես, այնքան ավելի լավ։ Ստեղ եմ ապրելու վсё տեղափոխում, պետքա սովորեմ, բայց դուք եթե ուզում եք գաք, մտնեք գործի անգլերեն լեզվի իմացություն համար առաջինը։ Երկրորդ հարցը, ոնց ենք տուն վարձում։ Եթե ուզում եք գաք ստեղ կարճ ժամկետով, այդ Airbnb booking-ով մտնում եք, տուն եք վերցնում։ Իսկ եթե ուզում եք երկարաժամկետ տուն վերցնեք, պետքա անպայման ունենաք residence թվը, Emirates ID։ Այդ ոնց է լինում։ Եթե դուք գալու եք ստեղ կամպանիա բացեք, բիզնես բացեք, այդ բիզնեսը բացելու հետ մեկտեղ ձեզ տալիս են։ Հետո դուք ստանալով այդ Emirates ID-ին ձեր ընտանիքին, երեխեքին, կնոջը վերցնում եք որպես սպոնսոր։ Դուք իրանց սպոնսորն եք, դուք ստեղ բիզնես ունեք ու կարաք իրանց ստե պահեք։ Ստեղ sense նայեք ինչ սիրուն տարածք է ժողովուրդ, այս բասեինն է։
Դաժե եթե աչես կամերան չի ցույց տա, այսի բանը action կամերա, թե չէ Բուրջ Խալիֆն էլ է երևում, նայեք, ստես նստելու հանգստանալու տեղա, դուշա, ընդ այդպես այգիոտ տեղերա, ստե երեխեքի բասեինն է։ Ну, в общем, ինչ էի ուզում ասել, այդ հարցերին sense պատասխանեցի, մեկ էլ էլի մի հատ պա շատերը հարցնում են, ասենք մենք որ գանք կարանք այդտեղ բիզնես բացենք, ժողովուրդ ջան, նայեք, եթե լավ բիզնես եք մտածելու ու արդեն այդ բիզնեսից դու տեղյակ եք, նոր չեք սկսում, 100% ձեզ ասում եմ, ըստեղ բացելով ու լավ մասնագետ լինելով, ասենք, այդ բիզնեսի մեջ դուք լավ մասնագետ եք ձեր երկրում, ուզում եք տեղափոխվեք Դուբայ, ստեղ էլ այդ բիզնես անեք, իհարկե կստացվի, այս այն երկիրն է, որ ձեզ հնարավորություններ է տալի ու շատ քիչ մարդ գիտեմ, որ ովքեր եկել են Դուբայ ու իրանք լավ մասնագետ են եղել կամ ինչ որ մի հատ լավ բան են առաջարկել մարդկանց ու չի ստացվել, ամեն մեկի մոտ է ստացվել է, մեկի մոտ դժվարությամբ, մեկի մոտ հեշտությամբ է այդ ամեն ինչը ստացվում, այդ կյանքի բնույթն է, ու ինչ կարաք աշխատեք, ամեն ինչ, մենք սենց ասած կնկարենք այդ վիդեոն ձեզ ցույց կտանք, ինչով են մարդիկ ստեղ զբաղվում, բայց հիմա սենց կարճ կապեմ, որ ամեն ինչով եք կարաք զբաղվեք, եթե անգլերեն լեզու գիտեք ու լավ մասնագետ եք։ Всё, հիմա ես գնում եմ իմ տունը ձեզ ցույց տամ, տան համար հիշեցիք, Emirates ID պարտադիր է, եթե ուզում եք երկարաժամկետ վերցնեք, անպայման, առանց այդ Emirates ID-ի, այստեղ երկարաժամկետ տուն չեք կարող վերցնել, ժողովուրդ ջան, գնացինք իմ տունը ցույց տամ, 2 bedroom եմ վերցրել, էդի զալը, в общем, գնացինք ցույց տամ, էլի չպատմեմ։ Մի հատ էլ էս բասեինների մասին մի հատ բան ասեմ ու գնանք, ժողովուրդ, նայեք, այս բասեինները ամառը սառացվում են, իսկ ձմեռը տաքացվում են։ Հետաքրքիր է, չէ՞, կայֆ է։ Ժողովուրդ ջան, դե եկեք հիմա իմ տունն էլ ցույց տամ, որը որ ես վերցրել եմ 1 տարով։ Գնացինք ցույց տամ ու գների մասին ձեզ պատմեմ։ Գնացինք, նայեք, ըստեղից մտնում ես բնակարան, ստեղ Wi-Fi ռոուտերն է պահած ու տան էլեկտրական բաներն է ստե։ Տեսեք ինչ սիրուն sense տելեֆոն բոքսեր է։ Ըստեղ տունը ու բանա sense smart home-ը, ամեն ինչ ցեղից ես կոնտրոլանում, ջուրը, գազը, դաժե ստեից ես միացնում անջատում ու այսպես նայեք ինչ մեծ կուխնյա է, սիրուն, ստե պիտի դնեմ գազի այդ բաները, պիտի դնեմ ստե լվացքի մեքենա, այսպես մի հատ մեծ կուխնյա է, շատ հարմար է, նայեք ինչ մեծ է, իրոք շատ մեծ կուխնյա է, իմ ուզածով է ստացվել, ստեղից անցնում ենք դեպի զալ, զալը մի հատ ֆուտբոլի դաշտ է, ժողովուրդ շատ մեծ է, այստեղ դնելու եմ այսպես մեծ դիվան եմ դնելու, այստեղ տելևիզորը կդնեմ, այստեղից կոնդիցիոներ, մանդիցիոներ, ամեն ինչ sense ստեղից ես կարգավորում, ու ստեղից դուրս ես գալի դեպի բալկոն ու բալկոնը նայում է դեպի մոլ։ Գնացինք առաջ, հələ մի հատ նայեք այս կարիդորը ինչ մեծ է, այս էլ sense բանը, այստեղից կուխնից հացը սարքում են, տալիս են քեզ, ստե նստում ուտում ես։ Երևի սեղանը ստեղ կդնեմ, ստե տելևիզորը հələ էդի կմտածենք։ Դատարկ է ինքը, քանի որ սենց են հանձնում, նայեք, ստեղից մտնում ենք առաջի սենյակը, մամայի, պապայի սենյակն է լինելու, էլի սենց մեծ սենյակ է, այստեղ կդնեմ կրավաթը, այստեղ էլի տելևիզոր կդնենք, մի հատ մեծ շկաֆ է, որ մաման, պապան իրանց վեշերը հանգիստ դնեն, բոլորին բարևներ ժողովուրդ ջան, էլի սենց սիրուն սենյակը, իր ամեն ինչով սենյակից դուրս եկար, այստեղ դեմը մի հատ էլի պուջուր սենյակ է, երեխեքի սենյակն է կամ ասենք ինչ-որ մի բան ստեղ կանենք, էլի, էսի մեծ ռում է կոչվում, ով գիտի ինչ, հա, պրոստը սենց սենյակ է ազատ, էլի, կոնդիցիոներով, բանով, իր ամեն ինչով ստեղ կա, ու ստեղից առաջին բաղնիկ զուգարանը, նայեք ինչ սիրուն է, սենց սև գույնի, դուշևոյա, ստե տուալետը, ռակվինան, մեծ հայլի է, շատ սիրուն, ինձ շատ է դուր գալի այս բնակարանը, ու ինչն է լավ ստեղից նայեք, դաժե տաք ջուրը եթե պետք չի քեզ, ստեղից կարող ես անջատես միացնես, լույսերը էլի ստեղից անջատում միացնում ես, շատ սիրուն է, էլի բնակարանը շատ եմ սիրում այս բենգացի շենքերը, ու այս էլ իմ ընտանիքի սենյակն է, կնոջս էլի կոնդիցիոներ է, ումնի դոմերը, մտնում ես էլի, Սես մի հատ ահավոր մեծ է, այս սենյակը ամենամեծ սենյակն է, էլի ամեն սենյակից կարող ես դուրս գաս դեպի բալկոն, հիմա մութա ցույց չտամ էլի, նայեք ինչ մեծ սենյակ է ժողովուրդ։ Աստեղից անցնում ենք սենյակից դեպի ոնց են ասում, ոնց է էսի կոչվում, в общем շկաֆերն աս, այս կողմից է շկաֆ, այս կողմից է շկաֆ, երկու հատ մի հատ sense մեծ շկաֆեր է, էլի որ ոսկից դե ինչքան վեշ պահես, մեկը տեղ մնալու է։ Սաղ սիրուն շկաֆեր է, ու ստեղից անցնում է սենյակից արդեն երկրորդ տուալետը։ Էլի նույն ձև, սև սիրուն sense մռամռից, մեծ հայլիով էլի ռակվինան կա, տուալետը կա, ամեն ինչը իր տեղն ու տեղին։
Շատ սիրուն է, շատ է ինձ դուր գալիս ու այս բնակարանի գինը հիմա մի հատ ձեզ պատմեմ 111 քառակուսի մետր է, ժողովուրդ շատ մեծ է, իրոքից sense մի հատ մեծ լավ հավեսով բնակարան է։ Նայեք, մենակ ստե բանկա, ինչա սառնարան։ Մեբել բանը կա, մնում է պրոստը դու փափուկ մեբելը առնես ու ապրես, էլի։ Դաժե բալկոնից լույսերը միանում են այստեղից, նայեք, այստեղից միացնում ենք, բալկոնի լույսերը տեսակ վառվեց, հիմա անջատեցինք։ Հիմա գինը ձեզ պատմեմ։ Ուրեմն այս տանը ես տվել եմ 120 դիրհամ, էդի դոլարով հեսա ձեր էկրաններին կգրեմ ինչքան է, էդ է ժողովուրդ, էդի հələ շատ լավ գնով եմ վերցրել, ասենք 2 bedroom-ները սկսում է մի 150-170 հազարից պատկերացնում եք, էսի պրոստը առանց մեբել էր, մեբելը հա ես կառնեմ մի 10,000 դիրխամ եմ պիտի ծախսրեմ մեբել առնեմ, բայց այդ մեբելը հետո կմնա ինձ էլի, էդ է դրա լավը։ Ու տունը վերցնելուց էլ ժողովուրդ նայեք ինչա պետք, 5% պետքա թողես զալոգ, որ ասենք տունը փչացնես ինչ-որ մի բան լինի, այդ զալոգը կորում է, 5% զալոգ է, ասենք մի տարի հետո դուրս ես գալի, այդ զալոգը իրեն քեզ հետ է տալի, եթե տունը նորմալ ես հանձնում, ու 5% էլ ագենտին եմ տվել, որ չերես ագենտ եմ, էլի ես տունը վերցրեմ, մենք ագենտ ենք, բայց մենք զբաղվում ենք միայն վաճառքով, բայց թղթաբանությունը մի հատ ահավոր դժվար բան է, այնպես որ Դավոյին նորից մերսի Սաղորին հետ գնացինք այդ չեկվի կնիշկա, մնիշկա, այդ ամեն ինչ այդ չեկվի գրքերը պիտի ունենաս, թղթերը պիտի ունենաս, եթե քարտ չունես, հաշիվ չունես, էլի չես կարա բացես, պատկերացնում եք, պիտի ստանաք Emirates ID, քարտ, հաշիվ ու ամերիկանսկի ոչի աստե, չեկերով ես ուծում, այդպես բաներ, այսպես մի հատ լավ տոնը վերցրեցինք ու սպասում եմ ընտանիքիս հեսա շուտով երեխեքը կգան, մաման, պապան կինս կգան ու ստեղ պետքա բնակվենք, իրար այդ սաղովի աշխատենք ու ինչ թվում է լավ պետքա լինի։ Հենց որ ժողովուրդ ջան, կարաք շնորհավորեք, շատ սիրուն տուն է բասեյնով, ջիմով, ամեն հարմարություններով։ Հետո ուրիշ վլոգներում արդեն ձեզ ցույց կտամ այս ջիմներ, բասեյններ, պայլմաններով, մի հատ գժանոց բան է, բենգացին է։ Հենց որ այսօր եկեք այսքանով ավարտենք ու սկսվում է նոր սեզոնը, լիքը լավ վիդեոներ, երկար հետաքրքիր վիդեոներ։ Ձեզ ասեմ sense մերսի դիտելու համար, եթե դժվար չի լայք դրեք, կոմենտ գրեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, վիդեոները շուտով շատ հետաքրքիր կսկսեն։ Գնացինք ժողովուրդ ջան, բոլորիդ ջերմ բարևներ Դուբայից, հայերը Դուբայում, գնացինք։